Բարև ձեզ հարգելի բարեկամներ։ Խորհրդային միության նավատորմի ողջ պատմության 70 տարիների ընթացքում ընդամենը 3 ծովային են արժանացել ԽՍՀՄ ռազմածովային նավատորմում կամ ռազմածովային ուժերում գոյություն ունեցող բարձրագույն զինվորական կոչման, Խորհրդային միության նավատորմի ծովակալի կոչման։ Եվ հպարտությամբ պետք է շեշտենք, որ այդ 3-ից մեկը մեր հայրենակիցն է։ Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված է Հովհաննես Իսակովին։ Մեր հաղորդման հյուրերն են Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի նորագույն բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Սահակյանը եւ Այազ ծովային հետազոտությունների ակումբի նախագահ Կիլիկիայի նավապետ Կարեն Բալայանը։ Բարի գալուստ, հարգելի պարոնայք, շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Իսկ այժմ դիտենք փոքրիկ ակնարկ նվիրված Հովհաննես Իսակովի Իսահակյանի կյանքի եւ գործունեությանը եւ կշարունակենք մեր հաղորդումը։ Նշանավոր ծովակալ Հովհաննես Իսակովը, Տեր Իսահակյանը, ծնվել է 1894 թվականին օգոստոսի 22-ին Հյուսիսային Արցախի Հաջիքենդ գյուղում։ 1928 թվականին ավարտել է Ռազմածովային ակադեմիայի բարձրագույն հրամանատարական կազմի կատարելագործման դասընթացները։ 1914 թվականից ծառայել է ռազմածովային ուժերում։ 26 տարեկանում արդեն ականակրի հրամանատար էր։ 1937-ից 38 թվականներին եղել է Բալթիական նավատորմի շտաբի պետ, հրամանատար։ 1938-ից 46 թվականներին ԽՍՀՄ ռազմածովային նավատորմի ժողկոմի առաջին տեղակալ։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Լենինգրադում եւ Կովկասում համակարգել է նավատորմի գործողությունները։ 1941-ից 43, 1946-ից 47 թվականներին եղել է ԽՍՀՄ ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի պետ։ 1947-ից 50 թվականներին գլխավոր հրամանատարի տեղակալ։ 50-ից 56 թվականներին ԽՍՀՄ ծովային նավատորմի փոխնախարար։ 58-ից 67 թվականներին ԽՍՀՄ պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչների խմբի գլխավոր տեսուչ։ Մահացել է 1967 թվականի հոկտեմբերի 11-ին։ Թաղված է Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը։ Անաստաս Միկոյանի շնորհիվ արժանացել է Խորհրդային միության հերոսի կոչման, պարգևատրվել բազմաթիվ շքանշաններով եւ մեդալներով։ Մեծ աշխատանք է կատարել ԽՍՀՄ ռազմածովային ուժերի մարտական հզորության օպերատիվ արվեստի զարգացման գործում։ Հեղինակ է շուրջ 150 գիտական աշխատանքի։ Մինչ այժմ անգերազանցելի ԽՍՀՄ պետական մրցանակի արժանացած ծովային ատլասի պատասխանատու խմբագիրն էր։ Ռազմածովային գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ։ Նրա անունով անվանակոչվել են հականավակային մեծ նավ, փողոց Ստեփանակերտում, Պողոտա եւ թիվ 132-րդ դպրոցը Երևանում։ Կանգնեցվել է հուշարձան։ ԽՍՀՄ-ում եւ Հայաստանի Հանրապետությունում թողարկվել են նամականիշեր։ Պարոն Սահակյան, փաստորեն ավելի քան 120 տարի առաջ հայկական մի լեռնային փոքրիկ գյուղից լույս աշխարհ եկավ մեր հայրենակիցը եւ գուցե այլ իվերու ստացվածային տրվածի շնորհքով աշխատասիրությամբ կամ այն հատկանիշներով դարձավ Խորհրդային միության նավատորմի ծովակալ լեգենդար ծովային անձնավորություն։ Խնդրում եմ ընդհանուր գնահատական տալ եւ ինչն է հետաքրքիրը կամ ված չնչի զավեշտ տալին, որ կովկասցիները եւ ծովայինները համենայն դեպս վերջին 100-ամյակում նման բան գրեթե չէր եղել, առաջի դեպքն է։ Մասնավորապես մեր հարևան վրացիները եւ ադրբեջանցիների մոտ նման բան չկա եւ միայն դա դրսեւորվել է մեր հայրի մոտ։ Զարմանալի է, շատ ճիշտ նկատեցիք, որ ծով հասկացողություն չունեցող ժողովուրդը տալիս է ծովակալներ, ասենք Սերեբրակով եւ ուրիշներ, եւ հանկարծ մի երիտասարդ մեջ հաղթանում է դա եւ իրեն մղում է դեպի ծովագնացությունը։ Հավանաբար դա նախների ունեցած կանչն է եղել, նրա գեներում եղած այդ հիշողությունը, որ մենք ունեցել ենք ծով, ունեցել ենք նավատորմ։ Չմոռանանք ծովից ծով Հայաստան ենք ունեցել։ Դա ուրիշ բան է։ Դե գեներով պահպանվել է հիմա։ Գեներով ես նկատի ունեմ ավելի վաղ ժամանակաշրջաններում, չմոռանանք, որ ասենք, որ օրինակի համար Կոլումբոսի արշավը խմբում կար հայ, որը հաջողությամբ գնաց եւ վերադարձավ, դա վկայում է, որ մենք ունեցել ենք այդ պատմական ավանդույթը, այդ հնարավորությունը, որպեսզի, չգիտեմ, ժամանակի ընթացքում մեր մեջ արտանա դա եւ ի պատիվ
Ծովակալ Իսակովի նա հաղթարելով ցարական արգելքները, քանի որ ազնվական չէր, իրավունք չուներ կադետական կորպուս բանանելու, ընդունվելու, նա ընդունվեց ավելի ցածր մակարդակի ուսումնարան եւ իր հիշողություններում դա նկարագրում է ընդունող հանձնաժողովում զարմացել են, ասել են դուք հայերդ ինչ գործ ունեք ծովի հետ, հա? Եվ նա օրինակ է վերել ծովակալ Սերեբրակովին, Արծաթագործյանին, այժմ կարծեմ կադետական կորպուսում դասավանդում էր պրոֆեսոր Գարսոև, որը նույնպես ծովային է եղել, եւ արգելքներ անցնելով նա անցավ ծառայության, սկզբից դարձավ միչման, այսինքն ավակ, հա, ավակ դարձավ, կար ժամանակում կարողացավ գրավել նավաստիների համակրանքը իր գիտելիքների շնորհիվ, որտեղ շատ դժվար է ազգային փոքրամասնությանը ծով այդ ռուս եւ այլ ազգների միջև կարողանալ եւ իր գիտելիքների համառ աշխատանքի շնորհիվ նա կարողացավ ժամանակի ընթացքում վստահություն ձեռք բերել, մասնակցեց Կրոնշտադտից նավատորմի տեղափոխմանը, երբ որ գերմանացիները պետք է գրավեին այդ հսկայական ծանր աշխատանքին եւ նա ունի ծովային պատմվածքներ, որտեղ մանրամասն նկարագրում է կանդրադառնանք եւ փաստորեն դուք ասացիք դժվարություններ, բայց նա հետագա տարիներին տասնամյակների ընթացքում այդ բոլոր դժվարությունները կարողացավ հաղթահարել եւ հայնական մեծ պատերազմի ժամանակ դրանից հետո հասավ բարձր պաշտոնի իր ուներ բացառիկ աշխատունակություն ոչ միայն ասենք զինվորական էր, այլ գիտնական զինվորական էր։ Եթե մի հարցի շուրջը խորանում էր, ապա խորանում էր ըստ ամենայնի, ոչ թե մակերեսորեն, հենց ասենք նրա առաջի ատենախոսությունը, որ նվիրված մի փոքր ծովային գործողությունը, Ցինդաոյի գրավումը ճապոնացիների կողմից, առաջի աշխարհամարտի տարիներին Ցինդաոն դա փոքրիկ նավահանգիստ էր Չինաստանում, եւ այստեղ երևաց նրա ոչ միայն ծովային, այլև գիտնական ծովային էությունը։ Եվ տարիների ընթացքում նա կարողացավ ձեռք բերել նաև խորհրդային ղեկավարության վստահությունը եւ աստիճանաբար այդ պայմաններում առաջ գնալ եւ նորից եմ կրկնում այն հազարդեպ մարդկանցից մեկն էր, որին գնահատում էր խորհրդային միության առաջնորդ Յոսիֆ Ստալինը։ Շնորհակալություն։ Պարոն Բալայան, արդեն խոսք գնաց գրող լինելու մասին, փաստորեն այսօր իհարկե խոսակցության մեխը Իսակովի մասին պիտի լինի, որ նա ծովակալ էր, բայց խնդրեի մեր հեռուստադիտողներին ընդհանուր գծով ներկայացնեք նաև Իսակովին, որ նա ծովային թեմաներով գրող էր եւ օվկիանոսագետ էր։ Զուտ միայն կռվող, այսպես ասած, վայակալ ծովային չէր։ Ինչպես երևի բոլոր հայերը ինքը տարբերվում էր դրանով, որ շատ ինչպես ասվեց արդեն, որ ինքը շատ լուրջ է վերաբերում ցանկացած հարցին։ Ինքը, ինչպես գիտեք, եղել է եւ գիտությունների ակադեմիայի անդամ եւ ոչ միայն սովետական միության, այլ Մեքսիկայի նույնիսկ ունի մի շարք գեղարվեստական գրքեր, ծովային պատմվածքներ։ Ինքը հատուկ զբաղվել է հայերի մասնակցությամբ նավատորմի մեջ, պատերազմի մեջ, ունի գիրք հայերի վերաբերյալ եւ ամեն ինչ որ ինքը անում էր շատ պարտաճանաչ, խորը եւ գիտական մակարդակով։ Եվ դա իր յուրահատկությունն էր։ Ինքը ամեն ինչին շատ լուրջ է վերաբերվում։ Իսկ այդ գրքերը հայերեն կան հրատարակված, ասենք ծովային թեմայով պատմվածքներ կամ ակնարկները։ Ճիշտ ասած, ես ռուսերեն եմ հանդիպել, հայերեն ոնց որ թե կա, ինչքան ես գիտեմ։ Կան։ 60-ական, 70-ական թվականներին հրատարակված ծովային պատմվածքներ կան հրատարակված, իհարկե։ Հետո մեր մի շարք պատմաբաններ, գրողներ անդրադարձան նրա գործունեությանը եւ ասում ինձ դեռ փոքր հասակից երազում էի դառնալ նավապետ հենց այդ ազդեցության տակ Իսակովի մասին կարդալով։ Բայց որպես գրող, եթե խոսք է գնում, հիմա արդեն տարիների 50 տարի անց է 60-ականներից այս կողմ հավանաբար արժե հայերեն նորից վերահրատարակել, որպեսզի մեր պատանիները դրանով սեր առաջանա ընթերցելով ծովի նկատմամբ։ Նամանավանդ, որ ասենք մասնագիտական տեսակետից կան գրողներ, որ գրում են շատ հետաքրքիր ձևով, բայց իր գրածը, գիտեք ինչով է արժեքավոր, որովհետև ինքը շատ լավ մասնագետ էր։ Եվ գրքերից զգացում է, որ գրողը մասնագետ էր, մանրամասն գիտի եւ ծովային կյանքը, եւ օրենքները, եւ կենցաղը։ Դա շատ կարեւոր է, դա բերում է գրքին արժեք։ Այսինքն որպես գրող ավելի արժանահավատ է։ Պարոն Սահակյան, խորհրդային
բանակի կամ զինված ուժերի պատմության ընթացքում, ինչքան գիտեմ, ավելի քան 40 հոգի արժանացել են Խորհրդային Միության մարշալի կոչման, սակայն այդ 40-ը, այսպես ասած, ցամաքային, դրանց կողքին արդեն նշվեց, որ ընդամենը 3 հոգի, որ այդ նավատորմի ծովակալի, որը նույն մարշալի կոչումն է։ Բայց ցավոք պիտի նշեմ, որ կա մի մոտ է, գուցե սխալվում եմ, այն տպավորությունը ստեղծվել, որ Իսակովի անունը թե մեզ մոտ եւ թե Ռուսաստանում շատ հազվադեպ է հիշատակվում, կամ նրա անունը շատ քիչ է նշվում։ Չէ, ձեզ ասեմ հետեւյալը, խորհրդային տարիներին նա հատկապես 30-ական 40-ական թվականին այդքան սերտ կապված չէր Հայաստանի հետ։ Ինքը իր հուշերում գրում է, որ 1918 թվականին Պետրոգրադի ռազմական բարետ գեներալ մասնագիտությամբ զինվորական հետախույս Հակոբ Բագրատունին նրան առաջարկեց գլխավորել Վանի նավատորմը։ Դառնալ Վանի նավատորմը ղեկավարել, հրաժարվեց։ Այսինքն հնարավորություն կար, որ մեր Իսակովը դառնար Վանի ծովակալ։ Ծովակալ, հա, ինքը գրում է, որ ես հրաժարվեցի, չընդունեցի դա որպես անդուր մի բան, եւ իր վերջի տարիները, կյանքի վերջի տարիները կապված են եղել Հայաստանի հետ։ Ինչու՞, ցավոք սրտին ազավակ չուներ, երեխա չուներ։ Եվ արդեն ին կողմից հիշատակված Սամվել Մաթեոսյանին նամակում վերջացնում է. «Ծերանում եմ, երեխաներ չունեմ»։ Իր ամենամեծ երազանքներից մեկը եղել է, որ իր անունով կոչեն մի որևէ ռազմանավ։ Այդ ռազմանավը կոչվեց, մինչև 1993-ը նավարկում էր, դա հակասուզանավային նավ էր, եւ 2013 թվականին արդեն Սանկտ Պետերբուրգում հիմք է դրվել ավելի նոր ժամանակակից Ադմիրալ Իսակով, ծովակալ Իսակով հակասուզանավային։ Այսինքն արդեն երկրորդ նոր նավն է ռուսական նավատորմում։ Երկրորդ նոր նավն է ռուսական նավատորմում եւ գիտեք ինչն է այստեղ կարեւոր, որ կապը, որ դուք շատ ճիշտ նշեցիք, որ նրա գեղարվեստական գործերը չեն պրոպագանդվում, չեն ներկայացում։ Նույնիսկ երբեմն երբ որ մենք Ռուսաստանում խոսում ենք մեր ռուս գոլեգաների հետ, նրանք զարմանում են, ասում են դուք հայ բոլորին դարձնում եք հայ։ Եվ որ ասում ենք Իվան Իսակովը դա հայ է, զարմանում են, ասում են դե լավ էլի հերիք է, արդեն դուք ինչու՞։ Դա ականհայտ փաստ է, որ ոչ մեկը չի կարող մերժել, որ հայ է եղել։ Մերժելու հարցը չի։ Իրենց մոտ այնպես է արմատավորվել այդ միտքը, որ մեծ դժվարությամբ ես կարողանում համոզել։ Ասենք մեր Կլիմենտ Հարությունյանը, պատվիրակությունների դոկտոր, հետաքրքիր դեպք հատմեց, եղել էր ռազմածովային արխիվում, արխիվի տնօրենի հետ խոսելուց ասեցի առաջի կարգի կապիտան, որ շատ լավ տրամադրված, շատ օգնում է եւ այլն, ասեցի որ Իսակովն էլ է հայ, ասեց լավ էլի։ Զանգ արեց, բերեցին գործը, այնտեղ տեսա, որ գրած է հայ։ Չգիտեի։ Այսինքն մենք լինելով մի ժողովուրդ, որ վաղուց ցավոք սրտի կտված ենք եղել ծովի, բայց ունեցել ենք մի անձնավորություն, որը իր մեջ ներառել է այդ ծովային բնավորությունը։ Եվ որով իրավամբ պետք է պարտանանք։ Միանշանակ։ Օրինակի համար մեր հարևան ազերիները 70 տարիների ընթացքում ընդամենը մեկ դեր ծովակալ ունեցան 70-ական թվականներին, Ալիևը, Հեյդար Ալիևը հասկանել է ինչ-ինչ ճանապարհներով Բաքվի շրջանի դեր ծովակալ դարձրեց, որը իհարկե ծովակալ չէր։ Բայց համեմատության համար եթե վերցնենք, եթե Իսակովի նման ծովային բարձրագույն պաշտոն կոչում ունեցող մեկը լիներ, ազերիների կամ վրացիների մոտ, արդեն պատկերացնում ենք ինչ է աշխարհով մեկ թնդացրել, բայց փոխարենը մենք այդ չափից դուրս համեստ լինելը նաև տեղին չէ եւ սխալ է։ Բայց համաձայն եմ ձեզ հետ, պատմաբանները դրա վրա աշխատում են, փորձում ենք ներկայացնել, ունենք համապատասխան մասնագետները, որոնք անընդհատ դա ներկայացնում են եւ այլն, բայց գտնում եմ ճիշտ եք ասում, քիչ է։ Պետք է անընդհատ դա ասվի, անընդհատ ներկայացվի, անընդհատ հիշեցվի ծովակալ Իսակովի կատարած դերը, նորից եմ կրկնում, որին շատ բարձր գնահատում Խորհրդային Միության առաջնորդ Ստալինը։ Շնորհակալություն։ Պարոն Բալայան, Իսակովը որպես ծովակալ հայտնի է, բայց արդեն խոսք գնաց որպես Իսակով գիտնականի մասին, ակադեմիկոսի մասին։ Եվ նրա այդ հարյուրավոր գիտական աշխատանքների մեջ իշխոս այդ աշխատանքների թագուփսակը դա ծովային նախխմբագրած պատասխանատու խմբագրությամբ ծովային ատլասն է, որը 50-ական թվերին եթե չեմ սխալվում եւ արդեն 60 տարի է ելավել
ինչքան տեղյակ եմ, երկրորդ նման ատլաս նրանից հետո Խորհրդային Միությունում, հիմա Ռուսաստանում չի ստեղծում կամ չեն կարողանում ստեղծել։ Գիտեք, դա գլուխ գործոցներ իհարկե։ Առաջի հատորը լույս է տեսել 1952 թվականին։ Առ այսօր գերազանցված չի որակի տեսակետից հագեցվածության ճշգրտությամբ ուրեմն մոտավորապես 110,000 անվանում է ներառում այդ ատլասը, ծովային ատլասը եւ մինչեւ հիմա լուրջ նավաստիները եւ ռազմական եւ օգտվում են այդ ատլասից, որովհետեւ ասենք ինքը ոչ միայն Ռուսաստանում եւ Սովետական Միությունում եւ նորից Ռուսաստանում, այլ աշխարհում տենց մանրամասն քարտեզներ հասանելի չկա։ Կան, ասենք, մի որոշ ռեգիոնի եւ այլն, բայց աշխարհի քարտեզ ծովային տենց չկա։ Այսինքն դա ոչ թե ԽՍՀՄ-ի ծովային ջրերի քարտեզ ատլասն է, այլ ամբողջ աշխարհի մանրամասն եւ այնտեղ եւ պատմական նավարշավներ են լուսաբանված, ներկայացված եւ շատ ամենակարևորը որ դա շատ մանրամասն ծովային քարտեզ է բոլոր, ասենք, ծովային քարտեզներին բնորոշ էլեմենտներով։ Եվ օրինակ ոչ միայն պրոֆեսիոնալ, նույնիսկ մենք մեր մարշրուտ, ասենք, էքսպեդիցիաները նախնական են, ոնց որ ասում են գեներալնի գլխավոր, ասենք, ուղղությունը եւ այլն, մենք մշակել ենք հենց այդ ատլասով։ Այսինքն 60 տարի անցել է, բայց մինչև այդ ատլասը ուղենիշ է ծառայում ծովայինների համար։ Ծառայում է եւ բոլոր լուրջ գիտնականները եւ լուրջ, ասենք, նավաստիները, նավապետները եւ ծովակալները օգտվում են այդ ատլասից, որովհետեւ ինքը շատ ճիշտ մանրամասն իհարկե ճշտումներ կան, որովհետեւ քանի տարի անցել է եւ նոր նավահանգիստներ են ի հայտ եկել եւ այլն, բայց որպես հիմք ինքը անփոխարինել է առ այսօր։ Այսինքն եւս մեկ հպարտանալու հանգամանք, որ հենց մեր հայրենակցի շնորհիվ է, որ ամբողջ աշխարհի ծովայինների համար նման ատլաս է ստեղծել եւ այդ մինչեւ այժմ ուղենիշ է ծառայում։ Իհարկե հսկայական աշխատանք է կատարվել, որովհետեւ ինչպես ճիշտ ասացիք, ինքը գլխավոր խմբագիր է եւ պարզ է որ մենակ չէր անում հսկայական քանակությամբ կոլեկտիվ է, բայց ինչ որ մեկը պիտի ամփոփել, չէ՞ դա։ Բայց իրոք հսկայական գործ է արված։ Պարոն մի քանի անգամ նշեցիք Ստալինի անունը, կցանկանայի Ստալինի փակիրճ գնահատականը ընթերցել, սա ըստ ակադեմիկոս Ալիխանովի հուշերի, Ստալինը շեշտել է, որ իսկական նավատորմի ծովակալ է ընկեր Իսակովը, շատ խելացի է, առանց ոտքի, բայց գլխով։ Եվ սրա հետ նաև միաժամանակ Իսակովի խոսքը, երբ որ բժիշկը կարծեմ 42 թվականին նա ասում էր, որ պետք է ոտքը տանտամահատեն, ամպուտացիան, Իսակով ընդամենը մի բան է ասել է փրկեցեք գլուխս։ Հիմա նման ծովակալ ենք ունեցել, ոչ միայն ծովակալ, այլև գիտնական, գրող, սակայն իմ մոտ այն տպավորություն է ստեղծված, որ միայն կոնկրետ Իսակովի նկատի չունեմ, մեր հայ ծովայինների թե գործունեությունը եւ թե հայ ծովայինների պատմությունը, հայ նավատորմի պատմությունը սկսած Տիգրան Մեծի ժամանակաշրջանից եկանք Կիլիկյան Հայաստանը, որը ծովային երկիր էր, Կիլիկյան Հայաստանի նավատորմի պատմությունից, ինչպես հարկն է ուսումնասիրված եւ մեր հանրությանը ներկայացված չի, որպեսզի մեր հեռուստադիտողները, մեր հայրենակիցները, ասենք 1-2 գիրք լինի վերցնեն հայ նավատորմի պատմություն կամ հայ ծովայինների պատմություն կարդան եւ թե գիտելիք ստանալու եւ թե նաեւ հպարտանալու առումով։ Աշխատանքներ պետք է տավեմ, ես բան չեմ ասել, ինքը իր վերջի տարիներին սկսել էր աշխատել ծովակալ Սերեբրակովի կյանքի ու գործունեության վերաբերյալ, ցավոք սրտի մահը թույլ չտվեց դա ավարտել։ Միգուցե մեր պրպտումները գիտական հնարավորություն տան հայտնաբերել նոր մարդկանց, որոնց մասին մենք չգիտենք։ Այս կամ այն ազգանվան տակ են թաքնվել, կամ այլ, չգիտեմ, խնդիրներ են ունեցել, ազգանունյանց գործունեության մասին տեղյակ չենք եղել եւ կարծում եմ, որ հետազոտությունները այս ուղղությամբ հավանաբար պետք է շարունակել, իհարկե հիմք ընդունելով ոչ միայն մեր ազգային արխիվը, այլև նաեւ Ռուսաստանի համապատասխան արխիվները փնտրելով, պրպտելով միգուցե նոր մարդիկ հայտնվեն, որոնց մասին մենք գաղափար։ Ընդ որում այդ ամենը հարկավոր է հրատարակել ոչ միայն հայերեն, այլև ռուսերեն, անգլերեն եւ այլ լեզուներով, որպեսզի ներկայացնելու, հպարտանալիք ներկայացնելու շատ բան ունենք, որպեսզի նաեւ օտարը իմանա
այդ ամենի մասին։ Անպայման եւ այստեղ պետք է շեշտել հետեւյալը, որ նաեւ հետեւյալը, որ 37-38 թվականից այդ ջարդերի ժամանակ, երբ որ մոտ 30-40 հազար սպա ոչնչացվեց, Իսակովը զարմանալի կերպով փրկվեց։ Երիտասարդ տարիքում դարձավ Բալթիական նավատորմի հրամանատարը, այդ նման պատասխանատու Պաշտոնը վարեց, այո, եւ երկու նշանավոր ծովայիններ։ Ընդ որում ինչքան հիշում եմ կոմունիստը չէր։ 1940 թվականին Երբ որ Բալթիական նավատորմի հրամանատար Ստալինը նշանակեց այդ մեծ նավատորմի ամբողջ, նա նույնիսկ կոմունիստը չէր։ Դրանից հետո նոր կուսակցական դարձավ։ Հուշերում գրում է, բացատրում է, ասում է, «Այստեղ չէի հասկանում նրա գաղափարները, խորը չէի դնում», բան արվել, որ հանկարծ շմեղად են խորթային տարիներն էին, երկու հոգով էին նրանք այդ ամբողջ ծանրությունը իրենց վրա վերցրել, մեկը Ծովակալ Կուզնեցովն էր, ռազմածովային ուժերի հրամանատարը, մյուսը Իսակովն էր, եւ ինչն է հետաքրքիր, Իսակովը շատ քիչ է խոսում Ստալինի եւ նրա գործունեության մասին։ Ուրեմն հետաքրքիր բաներ է պատմել։ Կարող է Ստալինը իրեն հարց տար, որը տվել է 10 տարի առաջ։ Եվ Աստված մի արասցե, որ դու նույն ձևով չպատասխանես։ Ինքը օրինակ է բերում, ասում մի անգամ եղավ այդպես, նա խնդրից ախտվել, ասաց ընկեր Իսակով, դուք պատասխանեցիք այնպես, ինչպես 10 տարի առաջ։ Դա համար մենք Ծովակալ Կուզնեցովի հետ միասին գրառումներ էինք կատարում նա տված հարցերին։ Անգիր էինք անում մեր պատասխանները, որպեսզի հանկարծ մեծ առաջնորդի մոտ կասկածներ եւ ամեն դեպս վայելել է այդ ձեր ասած մեծ առաջնորդի անվերապահ վստահությունը եւ հարգանքը։ Պատերազմի ժամանակ Ստալինի մոտ խորհրդակցությունը, որը դուք գիտեք, նա մինչև ժամը 2-ը, 3-ը, 4-ը տևում էր եւ մի պահ Ստալին տեսավ, որ բոլորս հոգնել ենք, ու ասաց նոր ֆիլմ եմ ստացել Ամերիկայից Չարլի Չապլինի վերաբերյալ։ Եկեք միասին գնանք դիտելու։ Դե ասում է, ես ուզեցա վեր կենայի, ոդկս թմրել էր, մինչև հենակով անեց, ասում է, Ստալին ճարպակ շատ արագ մոտեցավ, արմունկից բռնեց, բարձրացրեց, մենք միասին առաջ ընկանք, ասում է, նրա կաբինետից մինչև կինոդահլիճը մի երկար միջանցք էր, շատ ուժեղ լուսավորված։ Ես ասում եմ, շատ զգուշ էի գնում, մանրահատակը գրեթե չէր երևում։ Եվ աչքի պոչով նկատեցի, որ որոշակի տարածքը մեկ զինվորական է կանգնած զինված։ Հիմա երկար ճանապարհ է եւ անհարմար լռություն է։ Ստալինը նայում է ինձ, ասաց, լույսավորությունը շատ է։ Ստալինը մի պահ լռեց, ասաց, այո, պահակները շատ են։ Ես չգիտեմ որ պահին որ սերիկան իմ ծոցորակին կրակի։ Եվ դրա հետ կապված նաև մի քանի դրական բաներ էլ ասում Ստալինի վերաբերյալ, որ նա գործից հասկանում էր, ասում են, որ նա ոչինչ չի հասկացել եւ այլ, բայց ասում է այն հարցերը, որ նա տալիս է որպես ռազմական մասնագետ եւ այլն, ես շատ դեպքերում զարմացնում էր, թե ինչ խորությամբ նա գիտի։ Պարոն Բալայան, օգտվելով այն հանգամանքից, որ մեր հաղորդման հյուրն եք, կխնդրեի հագիշ ներկայացնեիք Հայաց ծովային հետազոտությունների ակումբը, քանի որ Իսակովից խոսեցինք, գովեցինք իրավամբ, պարտացանք, դա մեր պատմությունն է, սակայն բարեբախտաբար պատմությունը կրկնվում է ինչ որ առումով, թե մեր Կիլիկյանավով, թե նաև ծովային հետազոտություններով։ Ուզում եմ ասեմ, որ ոչ միայն մենք ենք պահում այդ ավանդույթները, առաջինը ես հպարտն եմ, որ այն դպրոցը, որ ես ավարտել եմ, Իսակովի անունն է կրում։ Դե ակումբը անցած տարի մենք նշեցինք 30-ամյակը, նշեցինք կոնֆերանսով, որը որ գիտությունների ակադեմիայի հետ համատեղ ենք արել, ինչպես եւ անցած կոնֆերանսի ժամանակ շատ հետաքրքիր զեկույցներ հնչեցին եւ այս տարի երևի գարնան սկիզբը լույս կտեսնի հավաքածուն, ժողովածուն զեկույցների անպայման կներվի Եվ դե ակումբը ուղղակի բազմիցս պատմել է, բայց բոլոր դեպքերում շատ կարճ երկու նպատակ ուներ 30 տարի առաջ, առաջինը կառուցել Կիլիկյան նավ, փորձարկել եւ ապացուցել աշխարհին, որ մենք այդ պատմությունը ունենք իրոք հնուցի վեր, ոչ միայն ժամանակակից, երկրորդը կառուցել ծովային թանգարան Երևանում։ Եվ մենք գնում ենք դեպի այդ նպատակը եւ ձեր երազանքը անպայման կկատարվի, երբ մենք ունենանք ծովային թանգարան, այնտեղ հենց կներկայացված Ստարժամուն կներկայացվի մեր ծովայինների հնուց ի վեր հին ժամանակներից մեր պատմությունը ծովային եւ վերջացած ոչ միայն Իսակով, բայց այսօրվա
ասենք ծովակալներով, Այսօր նավապետներով, Ռուսաստանի խաղովկյանոսյան նավատորմի հրամանատարը ծնունդով երևանցի մեր հայրենակիցներից Ավակյան կարծեմ։ այո, ծովակալ Ավակյան։ այսինքն ավանդույթները շարունակվում Մի ամբողջ խաղովկյանոսյան նավատորմի ղեկավարը հայ է։ ավանդույթները շարունակում են եւ դա անվերջ է, որովհետեւ մենք ծովից հրաժարվողը չենք։ Հարգելի բարեկամներ, մեկ անգամ եւս շնորհակալություն հաղորդմանը մասնակցելու պատրաստակամության համար։ Մեր պատմաբաններին մաղթենք, որպեսզի նորանոր հաջողություններ ձեռք բերեն եւ մեր հայրենակիցներին ներկայացնեն հայ ծովայինների պատմությունը եւ մեր հայասակումբին էլ որպեսզի վերջի վերջո ի կատարածվի ծովային այդ թանգարան պատմության թանգարանը բացումը։ Սիրելի երիտասարդներ, ծովի օվկիանոսի տարերքին իր երևակայությամբ եւ գրավչությամբ հավանաբար ոչ մի բան չի կարող համեմատվել կամ հավասարվել եւ բոլորիդ կոչ եմ անում, որպեսզի միշտ հիշեք, որ ժամանակին մեր հայրենիքը Հայաստանը եղել է ծովից ծով եւ համոզված ենք, որ անպայման կգա այն օրը, որ կրկին մեր պետության սահմանները ծովից ծով կձգվեն եւ այդ առումով նաեւ բոլորիդ կոչ եմ ուղում, որպեսզի սիրեք ծովային աշխարհը, ծանոթանաք մեր հայ ծովայինների կյանքին եւ գործունեությանը եւ հուսանք, որ ձեր շրջանում վաղ թե ուշ մի օր ի հայտ կգան նոր Իսակովներ։ Հարգելի բարեկամներ, Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված էր Խորհրդային Միության նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակով Տեր-Իսահակյանին։ Առայժմ այսքանը, ճանաչենք հայորդիներին։